Էսի հայր վայել բանա, նայ, մի րոպե, նայ կուր այլ է։ Եմ որ ասում կեղտ հերավ տրամվա, հենց էտա։ Նայ, կեղտը տնի դուք։ Նայ, էտի բրդումա, փողոցից գալս աստեղ, մենք չունենք կեղտ։ Հունվարի 30-ին Էրեբունու որմնադիրների 74 հասցեում կոյուղին վթարվում է։ Կոյուղաջրերը օրեր շարունակ լցվում են տներն ու բակերը։ Բնակիչները զանգահարել են Վիոլիա ջուր ու Երևանի քաղաքապետարան։ Խնդիրը լուծում չի ստացել։ Ինչ որ կոտրված, ինչ որ մի բան կա, որը սենց խնդիր, 2 տարի է սենց ապրում ենք։ Հիմա ամբողջն է ուռե եկել է հասել աստեղ, խնդրում եմ գաք մի հատ հայաթը։ Մոտիկից բանալի, որ ավելի ճիշտ է։ Այս որ լիքը լցվել է, գալիս է աստեղ կոտրված է, բնական է։ Խողովակները 70 եւ ավել տարվա են։ Պետք է փոխարինվեն։ Բնակիչներից Աննայիդ Բարեղամյանն ասում է, որ եթե խողովակների փոխարինման ծախսերը մեծ են եւ Վիոլիա ջուրը կամ քաղաքապետարանը չեն կարող ամբողջ գումարը ծածկել, պատրաստ են նաեւ իրենք ներդրում անել։ Մենք կարանք հարևաններով, ով ինչքան կարա, ում ընտանիքին ինչքան որ կարողանում ենք օգնենք, 2-ով, 3-ով, որոշակի գումար կարանք նույնիսկ հատկացնենք իրանց, որ այս վիճակից վերջացնենք։ Արկոշ, ուշադիր նայ, կուրիկ, նայ, էսի մարաս գործնա բարի գնաց, եմի չգիտեմ ով է դրա հարցը լուծել, մի րոպե, նայ, մտնում մեր տանտակ, հիմի նայ։ Ստված կա տվե, Անյա ջան։ Շաբաթը 2 անգամ ճիշտ է գալի բացում են, բայց եթե 2 անգամ էլ լսում է։ Գալի լսում է։ Վիոլիա ջուր ընկերության տվյալների համաձայն 2020 թվականին որմնադիրների փողոցում գրանցվել է 26 վթար, 2021-ին կրկին 26, 2022-ին 24, 2023-ին 40 վթար, 2024-ին արդեն 50 վթար։ Քաղաքապետարան դիմել ենք պարոն Ավինյանին, որ ասում է ասեք կանենք, խնդրում ենք, չենք ասում, չենք հրամայում, աղաչում ենք, ամբողջ այս տեղից մինչև ընդեղ այն մի լուկը կոտրված է, սա պետք է փոխվի։ Այս 2 տարի է սենց, հա գալի իրանք էլ են տանջվում։ Մի շաբաթ 10 օր առաջ զանգել եք չեն գալի։ 5 օր զանգում ենք, մեզ ուրիշ համարել։